Ողջույն բոլորին, ես վերջում ստացա SMS մեր Instagram-յան էջում, մեր հետևորդներից մեկը ինձ հարցնում է, թե ինչի եմ ձայնս փոխել։ Ասեմ, որ սա զուտ ոճ է, զուտ փորձել եմ այս ինդուստրիայում դասավանդելու ընթացքում մի քիչ տարբերվեմ մնացած trade ուսուցիչներից, այսպես ասած։ Ուզում եմ ասել, մի վախեցեք, ինչ որ կասկածելի բան չկա, մինչ օրս ես կամ մեր թիմը ձեզ չենք առաջարկել ինչ որ կասկածելի պրոյեկտներում գումարներ դնել։ Իսկ եթե հիմա դեմ չեք, շարունակեմ այս տեսանյութը մեր ոճով, այսինքն ձայնս փոխած վիճակում։ Այսօր դասը լինելու է ստրատեգիան, թե ինչ ստրատեգիայով ենք մենք շարժվում, քանի որ շատ են ինձ գրում, որ ամեն ինչ բացատրում ես, ճիշտ է, տենց մանրամասն հասկանում ենք ամեն ինչ արդեն, որոշ բաներ սկսել ենք արդեն գործարքները ճիշտ բացել, բայց ինչու՞մ է կայանում ձեր ստրատեգիան, ոնց եք դուք մտնում շուկա, ոնց եք գործարք բացում։ Ուրեմն ես ուզում եմ, որ դուք այս ֆայլը, չնայած այս ֆայլը ես ուղարկել եմ մեր Telegram-յան ալիք, բայց ուզում եմ, որ դուք այս ֆայլը հատ screenshot անեք, պահեք ձեր մոտ, քանի որ շատ կարևոր է։ Մենք շարժվում ենք ըստ սրա։ Այսինքն բացում ենք գրաֆիկական պատկերը, ես հիմա գործարքի մեջ եմ, ստես պայն մինուս եմ, Ընտրեմ սա ուշադրություն չդարձնենք, էսի զուտ ես նկարել եմ, որ ցույց տամ ես այստեղ շարժում եմ ըստ մեր ստրատեգիայի, բայց այս բանի շուկան նայեք մեռած վիճակում է, քանի որ այստեղ մտել եմ, իջել է, սենց գալի էլի հարվածում ըստեղ, ու այսքանը արդեն ժամը 8:43, ժամը 5-ից գործարքի մեջ եմ, 4 ժամվա ընթացքում ընդհանրապես շարժ չի տվել, ընդհանրապես։ Իջնում է 0.2%-ով բարձրանում է, իջնում է, բարձրանում է։ Ուզում եմ ասեմ, եթե այս վերջերս դուք գործարքներ եք բացում, ձեր գործարքը տեղից չի շարժվում կամ անընդհատ ստոպեր եք բռնում, ասեմ, որ ոչ թե ձեր ստրատեգիան է վատ, այլ շուկան է վատ, շատ ահավոր վատ է այս բանին, որովհետև Ամերիկան ինչքան ուժ ունի շուկայի հերանիցումը պլյուս Տրամպը իր նորություններով։ Այս վերջին մի քանի ամսվա ընթացքում այդքան նորություններ չի եղել, ինչքան որ շուկայի պատմության մեջ։ Անընդհատ ամեն ժամ էլ եմ շատ ասում, ամեն կես ժամը մեկ ինչ որ մի հատ լուրջ նորություն է հայտ գալիս, որը խառնում է քո բոլոր պլանները։ Ուզում ասեմ, եթե դուք անընդհատ ինչ որ ստոպ եք բռնում կամ ինչ որ միտեղ գործարքի եք մտնում ու չի ստացվում ձեր մոտ լրիվ նորմալ է, լրիվ տրամաբանական է, նայեք, ես այստեղից շորտ եմ բացել, այս մոմից։ Նայեք, ինքը սկզբից իջել է, հետո բարձրացել է, փորձել է ստոպեր վերցնի այստեղ, հետո կրկին իջել է ու հիմա էլի բարձրանում է։ Այս էլ դոլարի ինդեքսը։ Դոլարի ինդեքսի հետ ոսկին միշտ շարժում է հակադարձ փոխկապակցությամբ, այսինքն եթե ոսկին իջնում է, դոլարը բարձրանում է, ավելի ճիշտ կներեք, հակառակը դոլարն է այստեղ եղանակ փոխում, եթե դոլարը բարձրանում է, ոսկին իջնում է։ Այս պայն դոլարը բարձրանում է, ոսկին չի կողմնորոշվում, լռվել է այս զոնայի վրա։ Ուզում եմ ասեմ, եթե ձեր գործարքները չի ստացվում, այս պայն ոչ մեկի գործարքները չի ստացվում, ոչ մեկի։ Թող ոչ մի տրեյդեր այսօր դուրս չգա, չգիտեմ, էկրաններով, ինտերնետներով ասի, որ ինքը ստաբիլ տրեյդեր է, ինքը պրիբլնի, սենց են ասում, պրիբլնի տրեյդերը, ոչ մի բան է ինքը։ Ոչ մեկ այսօր թող գլուխ չգովա, այսօր ոչ մեկ համարյա չի կարող շուկայից փող քերի, որովհետև այսօր շուկան գտնվում է աննկարագրելի տարօրինակ մի հատ վիճակում։ Սա ոսկու շարժն է, մեկ ժամանոց գրաֆիկան է, հələ նայեք ինչա կատարվում, անընդհատ չոջ, փոխվում է մարքետ ստրակտորը, չոջ, մտնում է ինչ որ ռենջի մեջ, այսինքն մի քանի ժամվա ընթացքում ինչքան տրեյդեր կա, հանում են խաղից։ Կապ չունի, ինքը կռոպնի խաղացող է, ինքը սորակա մանր տրեյդեր է, մեր պես ովքեր փորձում են շուկայից ինչ որ մի հատ գումար քերել։ Բոլորին մաղում են շուկայից, բոլորին, անխտիր։ Դրա համար այսօր թող ոչ մեկ դուրս չգա, չասի 5 րոպեմ ձեզ սովորացեմ տրեյդինգ, ինձ 3 օր ժամանակ տվեք, ես ձեզ սովորացեմ ինչ է տրեյդինգը, ինչ տրամաբանությամբ է շուկան շարժվում, ոչ մեկ ձեզ չի կարող սովորացնել, որովհետև իրանք ինքները իրենք էլ տեղյակ չեն ինչա կատարվում։ Եթե ձեզ հետաքրքրում է prop ֆիրմաների մասին խոսալու ենք հետո, սա նոր prop ֆիրմա է, որի հետ համագործակցում ենք, փորձում ենք challenge-ը անցնենք։ Ճիշտն ասած մի 3-4 օր է, որ գնել եմ այս challenge-ը, պլյուս ենք, հիմա այս պայն մինուս ենք, սա դրածը stop-ն է։ Ոչմ սրա մասով մի խորացեք, սրա մասին մանրամասն հետո կխոսանք, prop ֆիրմաները ինչ են իրենցից ներկայացնում, ոնց կարելի է գումար աշխատել, ես գումար աշխատել եմ prop ֆիրմաներից, ոնց կարելի է գումար աշխատել prop ֆիրմաներում, ոնց անցնել challenge-ները, ինչ հոգեբանություն է պետք է այստեղ անցնելու համար։ Եվս մեկ բան, եթե ձեզ ասեն, որ կարան challenge անցնեն բան prop ֆիրմաներում կամ ձեզ օգնեն, սուտ Յան տվեք տենց մարդկանցից, որովհետև նորից եմ կրկնում, այս բանի շուկան անտրամաբանական կներեք անասուն վիճակում է։ Նայեք, դոլարը
այստեղ ունի դիմադրության մակարդակ, ճիշտ ասած, ժամանոց լոկալ մակարդակ է, բայց այս դիմադրության մակարդակը իրան ուժ է տալի, որ ինքը գա այս իմբալանսի fair value gap-ի մոտ հասնի։ Այսինքն հասնի այս սրան կամ գոնե այս սրան։ Բայց դրա հետ մեկտեղ, հա, ասեմ, չնայած հեսա խոսամ փոխկապակցությունների մասին, բայց էլի որ նավթի ATR-ը, այսինքն միջինը ինքը ինչքան է շարժվում, կազմում է 4-ից 5%, հա, նորությունների ֆոնի վրա ինքը իջել է այսօր 8%, բայց 8%-ից հետո ինքը պետք է բարձրանա։ Իսկ երբ նավթը բարձրանում է, ոսկին ընկնում է։ Հիմա նայեք, նավթը մի թեթև բարձրանում է, նավթի հետ բարձրանում է նաև դոլարը, դոլարի ինդեքսը, ու ոսկին, որ պետք է իջնի, չգիտես ինչի ուզում է բարձրանա։ Ոչ մեկ այսօր չի կարողանում կանխագուշակի շուկան, թե որտեղ է եթալու շուկան, վերև, ներքև, ոչ մեկ, ոչ մի ինդիկատոր, ոչ մի փոխկապակցություն, ոչ մի ATR, լավ sense ասեմ, ոչ մի մակարդակի շուկան չի ենթարկվում այսօր, ընդհանրապես ոչ մի բանի չի ենթարկվում, նույն ձեր կրիպտոն, նույն ոսկին, չգիտեմ, նույն forex-ը շարժվում են միայն նորությունների ֆոնի վրա։ Ինչ կարևոր նորություն կա։ Իսկ կարևոր նորությունները անընդհատ ԱՄՆ-ը իրան պատերազմն է, ինչա կատարվում, ինչի համար է կատարվում, փակում են այդ Հորմուզի նեղուց էլի բացում են, փակում են, բացում են, անընդհատ նույն բաները։ Ուզում եմ ասեմ, Ժորժ ջան, դուք ձեր անալիզը արեք, աշխատեք, չգիտեմ, ունենալու եք կորուստներ, շատ եք ունենալու կորուստներ, այսօր շուկան նենց վիճակում է, որ կորցնելը ամենահեշտն է։ Հեշտությամբ կորցնելու եք, շատ դժվարությամբ աշխատեք։ Ուրեմն այսպես, հիմա խոսանք ստրատեգիայի մասին ու կբացատրեմ, թե ինչի ես կրիպտո շուկա չեմ մտնում, մտնում եմ այսպես ոսկի, նավթ եւ այլն։ Ուրեմն առաջին հերթին, ինչը տալիս մեր ստրատեգիան մեզ, ավելի ճիշտ ինչ ուղղություն է տալիս, ինչ պետք է անել։ Մինչ գրաֆիկական պատկերին անցնելը ստուգում ենք ATR-ը, այսինքն միջին շարժը, ինչքան է անցել։ Եթե չեք հիշում, ATR-ը ստուգում ենք այս կերպ։ Ուրեմն high, մեկ էլ low, այսինքն վերևի կետը ու ներքևի կետը։ Ու ստուգում ենք վերջին 14 օրը ինչքան է շարժվել։ Ու ամենակարևոր, չենք վերցնում այսպիսի մեծ մոմեր կամ այսպիսի փոքր մոմեր, այսպես մանր, կամ այս սրա նման, այսի ավելի գեղեցիկ է։ Այսպես փոքր մոմեր ու մեծ մոմեր չենք վերցնում, վերցնում ենք նորմալ մոմեր, այսինքն այսա նորմալ է, դրա կողինը նորմալ է, էսի նորմալ է, այսինքն ձգտում ենք իրար նման լինեն։ Նայեք, օրինակ ոսկին միջինը շարժվում է 2-ից 2.5%, իր ATR-ը այդքան է կազմում, ու եթե նայենք նորմալ մակարդակ, նորմալ մոմերը, 2.22, յուրաքանչյուր ակտիվ լինի կրիպտո, լինի ոսկի, լինի նավթ, լինի forex, արժութային շուկա, բոլորը շարժվում են ինչ-որ x%, այսինքն 2% է ոսկու ATR-ը, ինքը 2-ից 9-յան բարձրանալը իր, չգիտեմ ոնց ասեմ, հավանականությունը շատ քիչ է, չպետք է դրա վրա ստավկա դնել։ Ստավկա դնում ենք հավանականության վրա, որ հավանականը իջնի կամ բարձրանա։ Եթե չկա այդ հավանականությունը, այսինքն եթե իր ATR-ը 2.5% է կազմում ու 2% արդեն անցել է, հավանականությունը, որ այն 0.5-ը կանցնի, քիչ է, անհնար է համարյա 0 է։ Ու այդ դեպքում չի կարելի մտնել գործարք, որ ստոպս դնեմ, օրինակ, չգիտեմ 0.3%, պրոֆիտն էլ 1-3 հարաբերակցության, ասենք 0.9 կամ 1%, որտեվ 2-ից 1%, այսինքն 3% չի շարժվելու ոսկին։ Շանսը, որ կշարժվի, շատ քիչ է, իսկ եթե վերջի վերջո կպնի ձեր պրոֆիտին, դա արդեն trade չի, դա նշանակում է, որ ձեր բախտը բերել է, դուք չեք շարժվել ստրատեգիայի, դուք հավանականության տեսության ուշադրություն չեք դարձրել, դուք պրոստը ստավկա եք արել, որ կբարձրանա ու բարձրացել է, ձեր բախտը բերել է։ Երբեք նման գործարքներ չբացեք, դա ճիշտ չի։ Պլյուս, հա, ինչ եմ ուզում ասեմ, նայեք, մոտենում է ստոպին, շուկան, իմ դրած ստոպին, բայց ես ստոպս չեմ շարժում, չի կարելի, դա ամենակարևոր սխալն է, երբեք ստոպը չշարժեք։ Ինչ որ X գումար որոշեք, որ պետք է կորցնեք, օրինակ $100 կամ $200, կրիպտոյում դա հեշտ է։ Կրիպտոն, օրինակ ոսկին, մնացած օրինակ forex, morex այդ շուկաները ընդ լոտերով է շարժվում, այսինքն մի լոտը կարող է լինի $100,000, դուք մտնեք 0.1 լոտով, ընդ ստոպը մի քիչ դժվար է որոշել, իսկ կրիպտոն ինքը գլոր գումարներով, այսինքն ունեք $100, դուք $100-ով գործարք եք բացում ու որոշում եք ինչքան եք պատրաստ կորցնել գործարքի ընթացքում։ Օրինակ պատրաստ եք կորցնեք $1, եթե հասնի $1-ին, երբեք չբարձրացնեք այդ ստոպը։ Չբարձրացնեք, որովհետև դա արդեն risk management-ի խախտում է։ Իսկ հիմա անցնենք ստրատեգիային։ Ստուգել ATR-ը, միջին շարժը։ Ասացի ոնց ենք ստուգում,
պահում եք վրան ու նայեք վերևը գրած է մաքսիմում եւ մինիմում։ Մաքսիմումը մինուս եք անում մինիմումին, տակի գումարը, այսինքն նայեք 4120 ու 4000 խոսքի 30, լավ sense կլոր ասեմ, այսինքն 90 է իր շարժը։ Եթե վերջին 14 օրվա ընթացքում 85-90 այդ տենց է շարժում, այդքան դոլար, ուրեմն շարժում եք ըստ դրա։ Մտնում եք շուկա, եթե տեսնում եք ինքը արդեն անցել է ATR-ի, օրինակ այստեղ ցույց տամ ոնց է ATR-ը անցնում, ուրեմն շուկան բացվում է ժամը 2-ին։ Այսը այստեղ իր ATR-ն է, ինքը հիմա գտնվում է իր ATR-ի վրա, այսինքն նայեք ինքը բարձրացել է, իջել է, բայց ելի եկել է ու հավասարվել է իր ATR-ի մակարդակին, այսինքն այստեղից ինքը կարա բարձրանա։ Հասկացաք, բայց եթե մտնում եք շուկա, տեսնում եք օրինակ շուկան այստեղ է բացվել, պատկերացնենք էսի ժամը 2-ն է ու անցել է օրինակ 2%-ը, պատկերացնենք էսի ոսկին ու անցել է օրինակ 2% չէ, լավ, ոսկին համարենք 2% ATR-ը, անցել է 1%, այսինքն 50%-ը, այստեղ long չենք բացում։ Հասկացաք, որովհետև այստեղից մինչև այստեղ հավանականությունը 0 է, որ կբարձրանա։ Հասկացաք։ Դա ուրեմն ATR-ի պահով, մասով։ Գտնել օրական մակարդակներ։ Գտնում ենք օրական մակարդակներ, քանի որ օրական մակարդակները ամենահզորն են։ Ուրեմն ինչ ունենք այստեղ։ Ունենք մակարդակ այստեղ։ Ունենք այստեղ։ Ու վատը չի, էսի լավն է։ Կարանք այստեղ նաև նշենք։ Ես բազմիցս ասել եմ, չեմ զլանա, մի անգամ էլ կկրկնեմ, անընդհատ մակարդակներ գծեք։ Անընդհատ մակարդակներ գծեք, որպեսզի ձեր ձեռը, ձեր աչքը սովորի մակարդակներին։ Սխալ գծած մակարդակը բերելու է կորուստների։ Մակարդակը պետք է ճիշտ ընտրել։ Նայեք, օրինակ այսի շատ հզոր մակարդակ է։ Եկավ կպնելուն պես միանգամից բարձրացավ։ Ինչի, որովհետև հոգեբանորեն, նայեք, տեսեք, հոկտեմբերի 9-ին 25 թվի մակարդակը սա։ Ինքը հասել է հունիսի 30-ին 26 թվին։ Սա հեռահար ռետեստ է նշանակում։ Այս ժամանակ շուկան միշտ ոնց ասեմ, ռուսերեն ադդաչա է տալ, այսինքն խփելուն պես բարձրանում է վերև, կամ եթե տակից է գալի, խփելուն պես իջնում է ներքև։ Ինչի, որովհետև այստեղ շատ կռուպնի խաղացողների լիմիտ օրդերներ է դրած։ Կռուպնի խաղացողները, այսինքն ներդրումային ֆոնդերը, բանկերը կամ ինչ որ հարուստ մարդիկ, ովքեր շուկայում եղանակ են փոխում, իրանք աշխատում են միայն լուրջ մակարդակներով, այսինքն օրական, շաբաթական, նույնիսկ ամսական։ Հիմա եթե բացենք ամսական մակարդակը, այսի ջնջեմ, այս մակարդակը կարա լինի նույնիսկ ամսական շատ լուրջ մակարդակ։ Համարյա, պատկերացրեցիք, նայեք։ Միշտ ուշադրություն դարձնեն մակարդակներին։ Բացում եք օրական մակարդակը, օրինակ այստեղ։ Հիմա ես ուրիշ բան նշեմ։ Ուրիշ մակարդակ, այսի, օրինակ։ Պրոստը, որ ցույց տամ ստրատեգիայով ոնց ենք աշխատում։ Գծեցինք օրական մակարդակ։ Օրական մակարդակը գծելուց հետո անցնում ենք ժամանոց գրաֆիկական պատկերին եւ փնտրում ենք այնտեղ լոկալ մակարդակներ։ Հիմա անցանք, սա ժամանոցն է։ Ինչ ունենք այստեղ ժամանոցից, որպեսզի չխառնեք իրար, մակարդակները կբաժանեք ըստ գույների։ Օրինակ կարմիրը կլինի ձեր մոտ օրական մակարդակ, իսկ սևով նշածները օրինակ լոկալ մակարդակ։ Այսինքն ժամանոց կամ 15 րոպե։ Բայց ես խորհուրդ եմ տալիս ընտրել աշխատել միայն 3 time frame-ներով։ Ես այդպես եմ աշխատում, օրական ամբողջ շարժը հասկանալու համար, ժամանոց, որպեսզի տեսնեք թե օրվա ընթացքում, օրվա ներսում ինչպես է այս կամ այն ակտիվը իրեն պահում, դրսևորում եւ 5 րոպեանոց մուտք գործելու համար։ Ուրեմն էսի ժամանոցն է։ Փոխում ենք մակարդակի գույնը, ունեք սևով, ու նայում եք ոնց է ռեակցիա տալիս ոսկին օրինակ այս մակարդակին։ Եկավ, համարյա կպավ, սա կարելի է նույնիսկ համարել հպում, որովհետև այստեղ ուրեմն սենց մի հատ պահ կա, էլի, շատ թրեյդերներ, նույնիսկ սկալպերներ, չհասած այս մակարդակը, իրանք այստեղ շորտ են բացում։ Սկալպերները ընդհանրապես սենց ասեմ, Ռոբ ջան, իրանք շուկայում թշնամիներ են։ Իրանք մաքսիմում գլխացավանք են առաջացնում մեր համար, իրանք շատ բացած գործարքներով։ Դրանց ասում են վսակաչիստոտная торговля, էլի, այսինքն իրանք անընդհատ գործարք են բացում, անընդհատ գործարք են բացում ու մարքեթ մեյքերի պես խանգարում են ձեզ անընդհատ։ Հիմա շատ հնարավոր է այստեղ բազում սկալպերներ շորտ են բացել, քանի որ սկալպինգի համար ժամանոց գրաֆիկան հզոր մակարդակ է։ Ժամանոց գրաֆիկայի վրա մակարդակը հզոր մակարդակ է, ոնց որ մենք աշխատենք օրականի վրա, պատկերացնում եք, իրանք աշխատում են րոպեանոցի վրա, նույնիսկ վայրկյանների վրա։ Իսկ ժամանոց մակարդակի վրա գծած գրաֆիկան իրենց համար էդի լուրջ մակարդակը ու հասնելուն պես իրանք այստեղ ինձ թվում է անդադ շորտ են բացել, դրա համար շուկան իջացրել են ներքև։
Հետո retest-ը արել ու բարձրացել է վերև։ Սա ուզում եմ ասեմ, թե ոնց է աշխատում ընդհանրապես մակարդակները։ Այս սրապով այդքան էլ մի խորացեք։ Հիմա ձեզնից կախված է բացեք օրական գրաֆիկան, գծեք օրական մակարդակներ, որպեսզի հասկանաք շուկան ոնց է ռեակցիա տալ այդ մակարդակներին ու ինչ վիճակում է գտնվում։ Օրինակ հիմա շուկան գտնվում է range-ի մեջ։ Եթե օրինակ վերցնենք այսին, նայեք շուկան իջնում է, ոսկի էլի այսպես իջնում է ու հիմա ինքը այսպես գտնվում է range-ի մեջ ու արդեն քանի օր 1 2 3 4 5 6 7 8 9 10 12 համարյա 2 շաբաթ ինքը գտնվում է range-ի մեջ ու այստեղ հնարավոր չի local time frame-ում, այսինքն ժամանոցում օրինակ գտնել market structure։ Так, անցանք մի ժամանոցի։ Ուրեմն օրական ժամանոց մակարդակը գծեցինք, գծում ենք նաև այստեղ օրինակ էլի ոսկի կամ չէ, այստեղ, սրա վրա էլ աշխատում ենք, Էսի ժամանոց գրաֆիկան է, Order filled. կպավ ստոպից, բնական է, տենց էլ պետք է լիներ, իսկ դոլարը այդ բային բարձրանում էր, տեսակ, էսի նոր է, նոր ժամը 9-ն է, նոր մի քիչ իջավ, բայց ինքը բարձրանում էր, շատ գեղեցիկ գործարք կարող լիներ, հեսա ցույց կտամ, ինչ հիմքերի վրա եմ մտել, բայց շուկայի անկայուն վիճակի պատճառով մենք գումար ենք կորցնում։ Նայեք, ես ընթացքում այստեղ իմ PNL-ը, այսինքն շահույթը դեռ չվերցրած կազմեր $170, բայց ես այստեղ չեմ փակի իմ գործարքը, որովհետև դա կոնկրետ գործարքի ստրատեգիայի խախտում կլներ։ Ես բացել եմ այս գործարքը, ուրեմն ես պետք է սպասեմ, որ հասնի իմ take profit-ին։ Այս գործարքը ցույց եմ տալիս ձեզ, որ չասեք էլի, մենակ շահույթով գործարքներ եմ ցույց տալիս, լինում են նաև մինուսներ։ Դաժե ասեմ, հիմա շատը մինուսներ են լինում։ Ուրեմն գրաֆիկան գծելուց հետո անցնում ենք market structure-ին, որպեսզի հասկանանք շուկայի ուղղությունը։ Ուրեմն ոնց է աշխատում market structure-ը։ Վերջում մեր հետևորդներից մեկը ինձ խնդրեց, որ ավելի մանրամասն բացատրեմ market structure-ը։ Ուրեմն օրական գրաֆիկան որ նայենք, օրական գրաֆիկայում ունենք պիկ, երկրորդ պիկը 3, այսի 4-ը կհամարեմ, նայեք, այսի boss է կոչվում, break of structure, այսինքն շուկան շարունակում է իր շարժը, երբ է boss լինում, եթե ուշադիր մեր դասընթացները նայում եք, նայեք, ես այսի նայելուց հետո եմ որոշել, որ այսի մեր մինիմումն է, ինչի, որովհետև boss կամ չոչ, այսինքն չոչն էլ հակառակն է, որ շուկայի ուղղությունը փոխվում է, մենք մենակ կարող ենք դիտարկել այն ժամանակ, երբ որ մոմը մարմնով փագի մակարդակը, հասկացաք, այսինքն հիմա այսի փագեց, դրանից հետո ինչ ենք անում, անցնում ենք այստեղ, էլի փագեց, սա մեր նոր մաքսիմումն է, ամենավերևի կետը, սա մեր նոր մինիմումն է, ինչ ունենք հետո, այսինքն, էլի մարմնով փագեց, սա այսի ամենատակի կետը, մեր նոր մինիմումն է, այսի նոր մաքսիմումը, հիմա այս պահին շուկան գտնվում է, այսինց range-ի մեջ, որովհետև ոչ սա է ջարդը, որ համարենք boss, այսինքն շուկան շարունակում է իջնել, ոչ էլ սա է ջարդը, հիմա ես սենց անեմ, որ դուք հասկանաք, դե սա հաշվենք բանը, կարմիրովը հենց իր մակարդակն է, ուրեմն սա ջարդելուն պես կհամարվի չոչ, այսա ջարդելու պես կհամարվի boss, այս պահին մենք գտնվում ենք range-ի մեջ, եթե զոտ նայենք ստրատեգիային, range-ի մեջ ցանկալի չի trade անել, բայց այս range-ը կարող է տևի 6 ամիս, 9 ամիս, դա չի նշանակում, որ պետք է գործարք չբացեք, գործարք բացում եք, բայց range-ի մեջ անդադ ունենալու եք ստոպեր, ոնց որ հիմա ես ստոպ ունեցա, range-ը անընդհատ տալիս է կորուստներ, որովհետև դու ոչ մեկ երբեք չի կարող ասի, որ այստեղ հարվածելուն պես քիչնի, թե այստեղ հարվածելու պես ստոպ կվերցնի, նոր կբարձրանա, range-ը ինքը ընդհանրապես վտանգավոր տիրույթ է, խորհուրդ չի տրվում range-ի մեջ գործարք բացել, բայց եթե անդադ նայեք տենց զգուշությամբ մտեք շուկա, ճիշտ է, կորուստներ քիչ կունենաք, բայց շահույթ նույնպես չեք ունենա։ Հիմա սրանք մաքրեմ։ Սա ինձ թվում է հասկացաք։ Հիմա մի հատ էլ սենց կգծեմ։ Ուրեմն ունենք օրինակ բարձրացող շուկա։
երբ որ շուկան այսպես ջարդում է պիկերը, դա համարում ենք boss, այսինքն break of structure, շուկայի շարունակություն։ Հիմա մի հատ էլ սրանով նշեմ, այսպես։ Հիմա բարձրացավ այստեղ։ Այսա ջարդելուն պես, այսինքն մինիմումը կարմիրով նշեմ։ Սա ջարդելու պես մենք ունենանք չոչ, այսինքն change of character, այսինքն ռուսները ասում են смена характера, բնավորության փոփոխություն, հայերեն չի բռնում ոնց որ իմաստը չի ստացվում։ Այսինքն շուկան փոխում է իր ոճը, այսինքն long-ից տեղափոխվում է դեպի short։ Հիմա այսպես անեմ։ Հիշում եք, պետքա մարմնով փագի, թե boss-ը, թե չոչը, պետքա մարմնով փագի։ Հիմա երբ որ ունենում ենք չոչ, մենք միանգամից չենք վազում այստեղ գործարք բացելու, որովհետև շուկան մի հատ բարձրանալու է, այստեղ ստոպերը հավաքելու, նոր շարունակի իջնել, ձևավորելով նոր բոսեր, բայց արդեն շորտ։ Այսպես։ Մի հատ սենց անեմ, գեղեցկության համար։ Այսի կարաք նկարեք։ Շուկան սենց է շարժվում։ Հիմա ես այս ամեն ինչը ջնջեմ մի հատ։ Այդ ընթացքում կարաք պաուզատակ նկարեք, էլի, եթե ձեզ պետք է, բայց ես մանրամասն սա ներկայացնում եմ մեր market structure-ի դասընթացի ժամանակ։ Ուղղակի սա որպես հիշողություն։ Հիմա նայեք։ Ինչ ունենք այստեղ։ Անպայման այսա օգտագործեք, ժողովուրդ, որտեղ առանց սրա շատ եք խառնելու։ Բարձրացավ, իջավ, նայեք։ Մարմնով փագել է, բարձրացավ, իջավ։ Մարմնով փագել է։ Նայեք, ուրեմն ժողովուրդ։ Չոչից հետո շուկան սկսում է իջնել։ Այսինքն գլոբալ որ նայեք, այստեղ լիքը գործարքներ կար բացելու։ Հիմա արդեն անցավ դեպի շորտ։ Նայեք, մարմնով, այստեղ փագել է։ Հիմա մինչև այս վերևը չջարդի, մենք կարանք ասենք, որ այստեղ հիմա այստեղ կարելի է շարժվել միայն դեպի շորտ, դեպի ներքև։ Հասկացաք, այսինքն չի կարելի այստեղ long բացել։ Ես հենց դրա համար այստեղ long չեմ բացել։ Մինչև շուկան այսի չջարդի, մենք իջնում ենք դեռ։ Հասկացաք։ Հիմա հետևաբար սա գալիս է սրանց հետևից։ Բայց դա ոչ մեկ չի կարող ասի լիկվիդացիան գալիս է սա վերցնի, սա թե սրանք։ Եթե գա ջարդի մարմնով փագի, դառնում այսինքն չոչ, այսինքն շուկան ուզում է շարժվի դեպի վերև, դեպի long։ Այդ ժամանակ արդեն սխալ է դեպի short բացելը ներքև։ Հասկացաք միտքը։ Այսա խնդրում եմ նկարեք։ Մի հատ էլ սենց անեմ կանաչով, որ ավելի հասկանալի լինի։ Սա բարձրացողն է, չոչար է, չոչից հետո նայեք ջարդելը, սա արդեն մինիմումներն է, ջարդելը։ Հիմա եթե այսի ջարդես դեպի ներքև, չոչի շարունակություն է։ Եթե ջարդես դեպի վերև, ուրեմն տեղափոխվում է շորտից դեպի long։ Այդ ժամանակ արդեն չի կարելի շորտ գործարք բացել։ Հասկացաք ժողովուրդ ջան, հիմա ինչքան էլ իմ ստոպը ինքը բռնել է, ես ճիշտ եմ շարժվել, ես շարժվել եմ ըստ շուկայի ուղղության, ես շարժվել եմ ըստ իմ ստրատեգիայի։ Market structure հասկանալ շուկայի ուղղությունը ու միայն շարժվել ըստ շուկայի ուղղության։ Դրանից հետո արդեն փնտրում ենք լոկալ լիկվիդացիաներ մակարդակների մոտ։ Լիկվիդացիաները այս պոչերն են։ Այս մակարդակների մոտ։ Այս մակարդակի մոտ։ Հիմա ես ոնց էի գործարք բացել։ Սա ուրեմն Եվրոպայի սեսիան է։ Հա, սեսիաները բացեմ, որ հասկանաք։ Так, ուրա ինդիկատորներ, սեսիա։ Նայեք, ուրեմն ժողովուրդ ջան, այստեղ ունենք լոկալ մակարդակ։ Սպասում ենք Տոկիոյին, թե Տոկիոն իրան ոնց է պահում, ինչ լիկվիդացիաներ է ստեղծում։ Ուրեմն ինչ ունենք ստեղ։ Կայնեք Սիդնեյի անջատեմ, որ ձեզ չխանգարի, էլի։ Սիդնեյ ուրա։ Եկեք ստես գծերը անջատեմ, էլի։ Ուրեմն ինչ ունենք այստեղ Տոկիոն առաջացրել է մի հատ այսպիսի լիկվիդացիա, գծեմ։ Եկեք էսի sense հաստ գծեմ, որ ավելի լավ երևա։ Սա լիկվիդացիաներից մեկն է։ Եվ այստեղ
Հիմա Տոկիոյի լիկվիդացիան վերցրեց Լոնդոնը։ Տեսակ միշտ շուկան, միշտ Ժորժան, էդի խնդրում եմ, չգիտեմ, այս կոնկրետ այս բառը կարակ կտրեք իմ ձենը, չգիտեմ, սախրանից անենք ձեր մոտ, բայ կամ պայման։ Տարբեր ստրատեգիաներ են լինելու, տարբեր։ Չգիտեմ, ընդ order բլոկների հետ կապված, ICT, այդ չգիտեմ ինչ այդ ICTS-ի ինչ են ասում, լիքը, ընդ ստրատեգիաներ կա, լիքը ոճեր կա գործարք բացելու, այդ բոլորը օրերից մի օր տրաքելու են։ Մնալու է միած ստրատեգիա։ Միշտ շուկան շարժվել է լիկվիդացիայից լիկվիդացիա, որովհետև շարժի համար պետք է լիկվիդացիա։ Հիշում եք, չէ՞, ես ասել եմ, ինչա շուկան, ինչա լիկվիդացիան։ Լիկվիդացիան դա արագ գնելու եւ վաճառելու հնարավորությունն է։ Հիմա պատկերացեք դուք ձեր մոտ ունեք, օրինակ, չգիտեմ, iPhone ու ունեք մի հատ, չգիտեմ, բանը Nokia։ iPhone-ը ինքը լիկվիդնի գործիք է համարվում, այսինքն երբ ուզեք կարող ծախեք, իսկ նա չի ծախվելու։ Կռուպնի կապիտալը, լուրջ փողերը շարժվում են միայն լիկվիդայնություն ունեցող շուկաներում, ոսկին ինքը լիկվիդայնություն ունեցող շուկա է։ Այսինքն, որպեսզի իրանք այստեղ լոնգ բացեին, իրանք պետք էր, որ այսա վերցնեին։ Առանց սրա հնարավոր չի։ Իրանք շարժվում են լիմիտ օրդերներով, իսկ լիմիտ օրդերները ուտում է միայն մարքետ օրդերներին։ Հասկացեք, սենց ասեմ, որ ջոգեք, էլի, այսինքն, եթե դուք ձեր ստոպը դնում եք, իսկ ստոպը դա մարքետ օրդեր է։ Լիմիտ օրդերը վերցնում է այդ մարքետ օրդերը։ Ինձ թվում է, չգիտեմ, սրանց մատչելի ձեզ ոչ մեկ չի բացատրելու, կամ եթե բացատրեն ահռելի փողերի միջոցով միայն։ Հիմա նայեք, Եվրոպան, հիշում եք, ձեզ ասել եմ ես վերջում նույնիսկ նկարներ եմ ուղարկել kill զոնաների մասին։ Այսա kill զոնան է, երբ որ երկու սեսիաներ խաչվում են իրար հետ, հատվում են։ Հիմա ես մտել եմ kill զոնայի մեջ, որ գործարքը ստացվի, բայց չի ստացվել։ Նայեք, ես միջև ստեղ էի նշել։ Գործարքը լռվել էր այստեղ ու բարձրացավ վերև։ Հիմա նայեք, այստեղ նշում եք մակարդակ ու այստեղ։ Սա Տոկիոյի լիկվիդայնությունն է։ Ու կարելի ասել Տոկիոյի պիկերն է նույնիսկ։ Հայը, վերևի կետը եւ լոուն։ Ու սպասում եք թե Լոնդոնը որն է վերցնելու։ Եթե վերցներ այստեղ ներքևինը, ես հավանաբար այստեղ լոնգ կբացեի կամ հենց նույնիսկ այստեղ։ Չնայած որ մենք գտնվում ենք մակարդակների մեջտեղում, բայց այստեղ կարելի էր լոնգ բացել։ Չնայած որ վտանգավոր էր, որտեղ շուկան իջնում է։ Ես ձեզ խորհուրդ չեմ տալի, բացեք միայն շուկայի ուղղությամբ, երբ արդեն ձեր աչքը սովորի ինչա կատարում շուկայում, նոր այդ ժամանակ արդեն կարող եք նույնիսկ շուկային հակառակ բացել։ Բայց քանի որ Տոկիոն, Եվրոպան վերցեց այս վերևինը, մենք դեռ ունենք այս ներքևինը։ Այսինքն սա չվերցված լիկվիդացիա։ Ես այդ ժամանակ արդեն սպասում եմ թե Նյու Յորքը ինչ է անելու։ Նյու Յորքը պետք է վերցնի Եվրոպային ու տեսեք։ Այսա կարող գեղեցիկ գործարք լիներ։ Գեղեցիկ տրամաբանական գործարք։ Ունենք մակարդակ, ունենք իջնող շուկա, ունենք Եվրոպայի լիկվիդացիա, նայեք, ես երկու հատնա, ու ունենք Տոկիոյի ներքևի չվերցված լիկվիդացիա։ Այստեղ ստոպը, այստեղ պրոֆիտը։ Մեկը 3.66-ի գործ է։ Շատ ուժեղ տրամաբանական, չգիտեմ, սենց լյուբոյ այսենց կետ բռնում էր իրար։ Փոխկապակցությունները խոսում էր լրիվ հակառակի մասին, կարևոր նորություններ չունենք։ Այսինքն սաղ տանում էր նրան, որ այսօրվա իմ գործարքը պետք է կատարվեր, պետք է իրականանար, բայց չի կատարվում, որտեղ անկանոն է շուկան, եւ երկրորդը պետք է չնեղվել ստոպ բռնելուց։ Լրիվ նորմալ է, որ ստոպեր բռնենք, որ աննորմալ կլինի, որ ստոպ չբռնենք, որտեղ դա անհնարին է։ Ես չգիտեմ տենց տրեյդերի, ով ստոպ չունի։ Կամ տրեյդերներ, ովքեր ես վերջերս նույնիսկ շուտ ռեկլամներ են անում, առանց ստոպերի աշխատել բան եսի ինչ, հեռու մնացեք նման շարլատաններից, կորցնելու եք ձեր գումարները հնարավորինս արագ ձևերով։ Իսկ թվում է հասկացաք, լիկվիդացիայից լիկվիդացիան որն է։ Ունենք, սպասում եք Տոկիոյին, պարտադիր, նայեք, այս օրինակի վրա բերեմ։ Այսի։ Լոնդոնը եկավ վերցրեց Տոկիոյի լիկվիդացիան, իջավ, ստե առաջացրեց լիկվիդացիա։ Նյու Յորքը բարձրացավ ու այսօրը ոչ մի բան չարեց։ Հիմա սրա ինչն է ուզում սրա մեջ ցույց տալ, երբ որ ձեր ստրատեգիայից, այսինքն այս պունկտերից որևէ մեկը կամ ոչ մեկը չի իրականանում, շուկա մուտք չեք գործում։ Նայեք, ունենք Տոկիոյի վերևի լիկվիդացիա, ունենք ներքևի։ Եվրոպան վերցրեց ներքևինը, իջավ, առաջացնելով նոր լիկվիդացիա, Եվրոպայի լիկվիդացիա։ Հիմա
Նյու Յորքը պետքա վերցներ այսը, նոր long բացեիք կամ short, բայց ոչ մի բան չի կատարվել։ Դրա համար գործարք չեք բացում։ Իսկ այստեղ բոլոր ոնց ասեմ, նյուանսները կային շուկա մուտք գործելու համար։ Դրա համար մտել եմ։ Վերևի բանը լիկվիդացիա ներքևին է։ Եվրոպան վերցեց, բարձրացավ վերև առաջացնելով նոր լիկվիդացիա, էսա։ Նյու Յորքը վերցրեց այդ լիկվիդացիան ու նայեք, այստեղ ինչն էր կարևոր, այսա ժամանոց գրաֆիկան է, նշեցի։ Նույնիսկ գրաֆիկաներն են կախե այս շուկայի մեջ։ Սա ժամանոցն է։ Ինչն էր այստեղ հետաքրքիր, որ նայեք, այսի վոլյումն է, ծավալն է, այսինքն ինչքան գումար է մուտք գործվում, ինչքան է մուտք գործում շուկա գումար։ Հիմա նայեք, այստեղ ոչ մի բան չի ելել, շուկան խախանդ է։ Այստեղ բարձրանում է ծավալը։ Ուրեմն այս մակարդակները իրենցից ինչ-որ մի բան են ներկայացնում։ Ուժեղ մակարդակներ են։ Ես այս վոլյումը օգտագործում եմ միայն դրա համար։ Հիմա նայեք, այս մակարդակի վրա ունեցանք շատ ուժեղ շարժ, բայց այդ դեպքում ինքը մարմնով չփագեց, կոչով էր փագում։ Այսինքն դա խոսում է նրա մասին, որ long խաղացողները չէին կարող այս մակարդակը ջարդեին։ Այսինքն այսօր ամեն ինչ տանում էր նրան, որ այս գործարքը պետքա ստացվի, բայց չի ստացվել միայն այն պատճառով, որ այսօր շուկա խառը վիճակում է։ Նոր քիչ առաջ ինձ նորություններով եկավ այդ ծանոթությունը, որ Իրանը ու Ամերիկան որոշել են ոչ թե խաղաղության պայմանագիր կնքեն իրար հետ, այլ այդ Հորմուզի նեղուցը բացեն, այսինքն թողելի կռվենք, բայց նեղուցը բաց լինի, ախպեր, ասենք, չգիտեմ, նավթ առնենք, ծախենք։ Ու այդ նորությունների ֆոնի վրա շուկան տրաքվում է այսօր։ Մանիպուլյացիաներ է կատարում։ Օրինակ ես չեմ զարմանա, հիմա ճիշտ է, չի կարելի գործարք բացել դեպի ներքև, ինչի ոչ թե ստոպ են բռնել դրա համար, այլ չէ, ժամանակը չի ների։ Կոնկրետ այս prop ֆիրման պայման ունի, որ բանը գործարքը պետքա մինչև օրվա վերջ փակվի, իսկ իրանք օրվա վերջը համարում են ժամը 12 ու հիմա քանի որ 9:30-ը ու մի կես ժամ էլ հաստատ sense խաղեր կտա, դժվար, ասենք ժամը 10-ից մինչև 12-ը իջնի այստեղ։ Իսկ եթե զուտ պետքա տենց մինչև այստեղ իջնի բան, դրա համար մոտ գործել պետք չի։ Սա գործարքի բավ ժողովուրդ ջան, իսկ հիմա փոխկապակցությունները։ Ոսկին շարժվում է, այսի սաղ ջնջեմ։ Ոսկին շարժվում է դոլարի ինդեքսին հակառակ։ Սա դոլարի ինդեքսն է։ Ճիշտ է, այս բային գտնվում է ինքը շորթի մեջ, բայց այսօր ամեն ինչ տանում էր նրան, որ պետքա բարձրանա։ Այս մակարդակից ինքը բարձրացնում է, պլյուս երեկվանից ինքը բարձրանում է։ Երեկվանից եմ ասում, ուրբաթ օրվանից Կիրակի։ Так, էլ ինչ կարանք ասենք ստրատեգիայի վերաբերյալ, կարևոր նորություններ լինելու դեպքում գործարք չբացել, հա, սա շատ կարևոր բան է, ժողովուրդ ջան։ Այս վերջում ձեզ մեր Telegram-յան ալիքում, եթե չեմ սխալվում, դաժե ցույց են տվել ոսկին իրան ոնց էր պահում այս վերջին նորության ժամանակ են դաշնային պաուստի ժողովը կապված ինֆլյացիայի հետ, երբ որ թրեյդերները գնահատում էին շուկան այսպեսին, որ ամերիկյան ինֆլյացիան պետքա բարձրանա, բայց իրանք ելան ու ասին, որ չէ, ինֆլյացիան մի բան էլ է իջնում, ոչ թե 3% պետքա կազմի, այլ 2%-ը, նայեք, շուկան միանգամից մի մոմով բարձրացավ, մի մոմով իջավ, հետո բարձրացավ, հետո էլ իջավ։ Կարևոր նորությունների ժամանակ ժողովուրդ ջան, երբեք գործարք չբացեք, ունենալու եք մաքսիմում շատ ստոպեր։ Իսկ բիտքոինի մասով, թե ինչի ես բիտքոին կրիպտո գործարք չեմ բացում, որովհետև ժողովուրդ ջան, նայեք, այսա լիկվիդացիա է, սա նույնպես, այս էլ նույնպես, ինչի է լիկվիդացիա, ու սենց է, պատկերացրեք, սա մակարդակը, որ թրեյդերները այստեղ որոշում են շորթ անեն, իրենց ստոպը դնում են այստեղ, վեգալում են ու էլի եկավ ստե, վեկալեց ինչի, որովհետև ստե դեռ կային էլի ստոպեր, այստեղ դեռ ստոպեր կային։ Հիմա ինչի ես կրիպտո շուկայում գործարք չեմ բացում, որովհետև կրիպտոն այնքան անկանխատեսելի է, որ դուք չեք կարող ասեք, որ ինքը լոկալ, այսինքն մի քանի ժամ առաջվա լիկվիդացիա կվերցնի, թե կտա կջարդի, կբարձրանա վերև, օրինակ կգնա, չգիտեմ, ասենք այս սրա հետևից։ Ինչի, որովհետև ստեղից ստե 5.5%-ը, իսկ կրիպտոյի համար 5.5%-ը ոչ մի բան է։ Ինքը կարող է ընդամենը մի քանի ժամում 10, 15, 20% բարձրանա։
Այսինքն դուք երբեք չեք կարող իմանալ ինքը կգա այս գրաֆ, այս լիկվիդացիայի հետևից սրա, թե սրա։ Ուշադրություն դարձրեք, որ սա օրական է։ Այս պահով կրիպտոն շատ անկանխատեսելի է։ Դրա համար ես ձեզ միշտ խորհուրդ եմ տվել հեռու մնալ կրիպտոից։ Հեռու մնացեք կրիպտոյից, Ժորժ ջան։ Կրիպտոն մենակ մի հատ առավելություն ունի այս պահի դրությամբ, հա ճիշտ կներեք, երկու առավելություն։ Առաջինը, որ օրինակ ինչ որ, չգիտեմ, գնաք Դուբայ հանգստանալու, ունենաք մեծ գումար, ասենք 20, 30, 50 հազար դոլար, որպեսզի ձեր այդ կանխիկ չտանեք կամ չդնեք բանկում, որ մի հատ էլ բանկում հարցնեն, ասեն այդ գումարը ձեզ որտեղից, կարող եք գնել USDT անցնել։ Ձեր դրամապանակը լինելու է կրիպտո դրամապանակ ձեր հեռախոսի մեջ։ Ոչ մեկ չի իմանալու, որ դուք փող եք տեղափոխում ձեր հետ։ Դա առաջին առավելությունը։ Երկրորդ առավելությունը կայանում է նրանում, որ կարող եք շատ արագ գումար փոխանցել ինչ-որ մեկին շատ մանր միջնորդավճարներով։ Այսինքն մեր բանկերի պես չէ՞ որ ասենք, չգիտեմ, դու ինչ-որ X բանկի հաճախորդ ես, այդտես Emios բանկում փորձես քարտիցդ թեկուզ գումար կանխիկ ասես 100,000 դրամ, այդ 100,000-ից 1000-2000 դրամ պայի։ Այսինքն 1 կամ 2%։ Կրիպտոյի ինչ-որ կրիպտո կաշելյոկից միջև մյուս կրիպտո կաշելյոկ գումար փոխանցել, ասենք կարող 100,000 դոլար փոխանցես, ինքը պայի 20-30 դոլար միջնորդավճար։ Որպեսզի հասկանաք, էլի, ասենք կրիպտոն ինչ է իրենից ներկայացնում։ Կրիպտոն կեղտոտ փողերի լվացման ու արագ դրամական փոխանցման միջոց է։ Դրամական եմ ասում, արժութային փոխանցման միջոց է։ Ուրիշ ոչ մի բան։ Կրիպտո թրեյդերները բոլորը մինուս են գնում, բոլորը։ Նույնիսկ ես վերջում կրիպտո միլիոնատեր ուկրաինացին, Կոստյա Կուդո էր, ինչ էր ոնց որ, եթե չեմ սխալվում։ Ինքը իրան ավտոյի մեջ որ խփեց, ինքը միլիոնատեր էր։ Ուզում ասեմ, այդ դեպքից հետո ես կյանքում չեմ հավատա ինչ որ հայ կրիպտո միլիոնատերի, այսպես ասած, հա, որ ինձ կսովորացնի, թե ինչպես կրիպտոյով գումար աշխատել, որովհետև հայ կրիպտո այդպիսի գիգանտ չկա։ Իսկ այդ տղեն կոնկրետ կրիպտոյում գիգանտ էր, բայց ինքը իրեն խփեց, որովհետև ինքը չհասկացավ ինչա կատարվում, որովհետև կրիպտոյում չես կարող հասկանալ։ Հիմա եթե Տրամպը հելնի ասի խաղաղություն է կնքվում, ոսկին բարձրանալու է վերև, ոսկու ատերը 2% է, բայց ինքը բարձրանալու է 4, 5, 6%։ Բայց ոչ թե կրիպտոյի պես կիչնի միանգամից 30%-ով կամ կբարձրանա միանգամից 30%-ով։ Դա աննորմալություն է, չկա տենց շուկա։ Պլյուս դրան ինքը չի վերահսկվում։ Օրական գրաֆիկան բացեմ, ինքը ունի դամփեր, այսենց, ու փամփեր։ Եթե չգիտեք էս ինչը, նայեք Volks Wall Street կինոն, Լեոնարդո Դիկապրիոն, որ խաղում է, շատ ուժեղ կինո է։ Ոնց արվում ստե։ Երբ որ գինը այսենց էժանանում է, իրանք համոզում են մարդկանց, մարդիկ այստեղ գնում են, գինը բարձրացնում են ու այստեղ վաճառում են։ Կրիպտոն ինքը կեղտոտ շուկա է։ Հեռու մնացեք այստեղից։ Եթե ունեք մեծ գումարներ, ուզում եք հարկերից փախչեք, չգիտեմ, կամ ինչ որ, ես դուլս դրա համար իսկ կդատեն։ Եթե ուզում եք, չգիտեմ, ինչ որ անցնեք, հա, sense օրենքները շրջանցեք, ձեզ կօգնի կրիպտոն։ Ինքը կեղտոտ շուկա է։ Այստեղ մարդկանց սպանում են գումարները ներդնում են այստեղ, մարդկանց վաճառում են գումարները ներդնում են այստեղ, ինքը որովհետև համարվում է դեցենտրալիզованный, ինքը անոնիմ տարածք է։ Ես կարամ, չգիտեմ, իմ բարեկամներից մեկի անունով կրիպտո բիրժայում գրանցում անեմ, իր գումարը դնեմ մեջ ու սկսեմ փողերը ֆրցնել։ Կիմանան, օրինակ, չգիտեմ, ընկեր Մարգոն այդ փողերը ֆրցնում, բայց ասենք չեն իմանա, որ ես եմ դա անում։ Հասկացաք, իսկ նման շուկաներում չկա sense բան, օրինակ նույն prop ֆիրման ես տվել եմ իմ տվյալները։ Եթե դուք որոշեք մտնեք ԱՄՆ շուկա կամ հումքային շուկա, այսինքն ոսկի, նավթ, բան, այդ այնց գործարքներ բացեք, դուք պետք է մտնեք գրանցվեք բրոկերական ֆիրմայում, որը ես ձեզ խորհուրդ եմ տալիս, օրինակ Fixpro-ն։ Մտնելուն պես դուք նշել եք ձեր տվյալները, դուք չեք կարող ուրիշի տվյալները նշել, քանի որ օրից մի օր իրանք զանգելու են ձեզ, ասել են, օրինակ, չգիտեմ, բարև Տիգրան ջան, դա դուք եք, ասելու եք հա, օրինակ, կամ ոչ, ասել են վայ, բա կներեք, բայց Տիգրանի անունով է բացած այս բրոկերական հաշիվը։ Ու կարան դրա համար ձեզ դատի տան, որ դուք ուրիշի անունով բացել եք ինչ-որ սայթ ու այնտեղ գործարքներ եք բացում։ Ու եթե հանկարծ բարձվի, որ այդ մարդն էլ մանավանդ տեղյակ չի, չգիտեմ, օրենքի հետ լուրջ խնդիրներ եք ունենալու։ Իսկ կրիպտոյում չկա տենց բան։ Ինքը կեղտոտ անկապ շուկա է։ Ասենք այն Վիտալիկի պես դեբիլոտը եթե համարվի կրիպտո գիգանտներից մեկը, ես չգիտեմ ընդհանրապես Ethereum-ը կամ այս Bitcoin-ը իրենց ինչա ներկայացում։ Զուտ կարամ sense մի փաստ բերեմ, հա, ասենք դրամաբան ունեն, դուք չգիտեք ով է Bitcoin-ը հիմնադրել, դուք չգիտեք Bitcoin-ը ինչի համար է ծառայում։ Օրինակ Tesla-ի ակցիան ինչի է բարձրանում, որովհետև օրինակ շատ ավտոմեքենաներ են վաճառում կամ օրինակ Elon Musk-ը հելնում է, ասում է, այս վաղը դառնում եմ նախագահ։
ասում են, ահա, եթե Իլոն Մասկը դառավ նախագահ, ուրեմն իր ֆիրմեն կաճի։ Ու ըստ դրա բարձրանում է։ Իսկ Bitcoin-ը ինչ անում։ Ոչ մի բան, դուք չգիտեք ով է իր հիմնադիրը, դուք չգիտեք ինչի համար է ինքը շարժվում, բարձրանում կամ իջնում։ Զուտ դրա համար չի կարելի մտնել կրիպտո շուկա։ Всё։ Ես քիչ կորուստներ ունեմ, որովհետև կրիպտո տրեյդով չեմ զբաղվում։ Այսքանը ժողովուրդ ջան, շնորհակալություն։ Ինձ թվում է այս դասը ձեզ մի քայլ էլ կմոտեցնի դեպի պլյուսավոր գործարքների, սա կուղարկեմ Telegram-յան ալիք, կպահեք ձեր մոտ, կշարժվեք ըստ այս ստրատեգիայի։ Ստրատեգիա լիկվիդացիայից լիկվիդացիա։ Չփնտրեք ինչ որ անկապ order բլոկներ, fair value gap-եր, որոնք աշխատում են կամ չեն էլ աշխատում։ Նայեք, օրինակ, այս fair value gap-ը աշխատել է, բայց IS-ի չել հասել ու կարա չհասնի էլ։ Դրա համար զուտ դրանք հիմք վերցնելով, թե շուկան կհասնի դրան, թե ոչ, չի հասնի։ Այսքանը, շնորհակալություն, կհանդիպենք մյուս դասընթացներում։